Վարժությունների հաջորդականությունը պարապմունքի ժամանակ բավականին մեծ կարևորություն ունի։ Առաջին հերթին կարևոր է հասկանալ, որ պարապմունքի ընթացքում ամեն հավելյալ արած մոտեցում առաջացնում է ֆթիգ, որը բացասականորեն է հաստում մեր հաջորդ մոտեցման վրա, անկախ նրանից այն նույն մկանային խմբի համար է, թե ուրիշ։ Դրա պատճառով այն վարժությունները, որոնք որ մենք անում ենք պարապմունքի վերջում, միշտ ավելի ցածր կատարման որակ են ունենալու, համեմատած այն վարժությունների, որոնք անում ենք պարապմունքի սկզբում, երբ դեռ ընդհանրապես ֆթիգ չկա։ Սակայն ոչ բոլոր վարժություններն են նույն չափի ֆթիգ առաջացնում։ Այն վարժությունները, որ աշխատացնում են ավելի մեծ քանակի ու ավելի խոշոր մկանային խմբեր, շատ ավելի մեծ ազդեցություն են ունենալու հաջորդ մոտեցումների վրա, քան իզոլացնող վարժությունները փոքր մկանային խմբերի համար։ Դրանից բացի այն վարժությունները, որոնք որ մկանը աշխատացնում են ավելի ձգված դիրքում, նույնպես ավելի մեծ ազդեցություն կունենան, քանի որ ավելի շատ calcium-ion related fatigue են առաջացնում։ Եվս մեկ ֆակտոր, որը պետք է հաշվի առնել, այդ շնչառությունն է։ Որոշ compound վարժություններ, որոնք շատ մեծ քանակի խոշոր մկաններ են աշխատացնում, կարան մեծ շնչակտուր թողեն, ինչը նույնպես կարահասնի հաջորդ վարժությունների կատարման որակի վրա, քանի որ բոլոր բացասական զգացողությունները, որոնց մեջ մտնում է նաև շնչակտուր լինելու զգացողությունը, ցածրացնելու են մաքսիմալ ակտիվ մկանաթելերի քանակը, որին որ մենք կարանք հասնենք վարժությունը կատարելու ընթացքում։ Այս ամենը հաշվի առնելով, եթե ձեր համար չկան որևէ մկանային խմբեր կամ վարժություններ, որոնք որ ավելի պրիորիտետ են, քան մնացածը, ցանկալի է պարապմունքը սկսել ավելի իզոլացնող վարժություններով փոքր մկանային խմբերի համար, քանի որ սրանք անելը շատ ավելի քիչ է ազդելու հաջորդ վարժությունների վրա։ Սակայն եթե կան մկանային խմբեր, որոնք որ ձեր համար ավելի թիրախային են, ցանկալի է սրանք դնել պարապմունքի սկզբում։ Այս էլ ավելի մեծ կարևորություն ունի այն դեպքերում, երբ կան շարժումներ, որոնք որ դուք ուզում եք սովորել անել, քանի որ ֆթիգը ահռելի մեծ ազդեցություն ունի կոորդինացիայի ադապտացիաների վրա։ Եթե ինչ-որ բարդ շարժում եք ուզում սովորել, որտեղ բարդ կոորդինացիայի pattern կա, այն միշտ պետք է անել թարմ վիճակում, երբ ֆթիգ ընդհանրապես չկա։